հայտարարելու գործընթացը ձեր կարծիքով ինչ ունով պետք է տանել, որպեսզի արդյունք լինի, եւ տարբերակներից մեկը հենց իմպիչմենտն է, արդյոք սրան պետք է փողոցային պայքարը զուգորդի։ Իմպիչմենտի հարցով լավ կլինի հարցնեք Հանրապետական կուսակցության Հայկ Մամիջյանին, որոնք կազմակերպել են այս լսումները, եւ ես կարծում եմ, որ այո, փողոցային պայքարել կարող է լինել։ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է, որ ժողովուրդը եթե ցանկանա, ինձ կարող է հեռացնել։ Ինչ է ակնարկում, սա հերթական մանիպուլյացիոն հայտարարություն է, պարոն Բագրատյան, նրա կողմից։ Թե դուք լավ գիտեք, որ այդպես կարող է հայտարարել, հետո լրիվ մի ուրիշ բան անել, բայց դե ընդհանուր առմամբ ժողովրդի ցասումը ոչ ոք չի կարող զսպել։ Եվ այսօրվա լսումների նպատակն է բացատրել ինչու։ Եվ ես կարծում եմ, ակնկալում եմ հետաքրքիր բանավեճ, հետաքրքիր ելույթներ եմ ուզում լսել, որը բնականաբար նաև կփոխանցվի ժողովրդին։ Պարոն Բագրատյան, այսինքն 44-օրյա պատերազմից հետո արդեն անցել է 5 տարի։ Մինչև այժմ ժողովրդին լավ չեն բացատրել, թե Չէ։ Չեն բացատրել։ Ձեզ էլ չեն բացատրել։ Օրինակ դուք գիտեք, որ Մեղրին զիջելը շատ ավելի սարսափելի հետևանքներ է ունենալու, քան թե Արցախը։ Գիտեք։ Չէ, անկեղծորեն ինձ ասեք, գիտեք։ Մտածել եք այդպիսի բան, ձեր մտքով անցել է։ Մենք չի կարծում չեք հասկանում, հա։ Շատ լավ է, տեսեք ոչ բոլորի մտքով է անցնում։ Ու դա շատ ավելի սարսափելի բան է։ Այսինքն ես չեմ ուզում ասում, մի թեթև բան է Արցախական բան, բայց հետևանքների առումով սարսափելի բան է։ Դուք այսօր ելույթ ունենալու եք, թե միայն լսում։ Չգիտեմ, նախ կնստեմ, կլսեմ, հետո կցմբռնեմ, խոսք ունեմ ասելիք, թե չէ, թե ավելորդ տեղը ժամանակ չխլեմ։ Պարոն Բագրատյան, երեք նաև Ալիևն էր խոսում, հա, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից, նա հենց այդպես է բնորոշում Թրամփի ուղին Սյունիքով։ Այմար Թրամփի ուղի չկա, այդտեղ կա Ադրբեջանի միջանցք։ Ժամանակն է դա հասկանաք։ Հայկական Մեղրի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ստորագրությունը կա թղթի տակ, օգոստոսի 8-ի թղթի տակ։ Դուք հասկանում եք, վաղը եթե նույնիսկ Ամերիկան ասի, ես չեմ ուզում թող գաստեղ Ալիևն ասելով Հայաստան, նույնիսկ եթե Ամերիկան գնում է, այդ հողը քոնը չէ, 100%-ով դու չես տիրապետում այդ հողին։ Եթե ուզում ես ձեր անունն ի՞նչ է։ Զվարթ։ Եթե Զվարթ ուզում է գնա այնտեղ միտում կառուցի, թող գա Ադրբեջանից թույլտվություն ստանա։ Եվ պարոն Բագրատյան, եւ Նիկոլ Փաշինյանը խոսում է 4-րդ հանրապետության հաստատման մասին, որի ռազմավարությունն է համարում, հա, ՔՊ-ի այդ համագումարից հետո հայտարարեցին, որ դա իրենց առաջնահերթ ռազմավարությունն է։ Պետք է 4-րդ հանրապետություն հաստատել։ Ձեզ համար հասկանալի է սա ինչ։ Չէ, իհարկե չէ։ Մեր 2 տարի առաջ Արմեն Սարգսյանն էր ասում 4-րդ հանրապետություն։ Վաղը Խաչատրյանը կարծեմ, չգիտեմ, չեմ հիշում, բայց կարծեմ նա մի օր ասաց 5-րդ հանրապետություն։ Այդ բոլորը ցույց է տալի, որ այդ մարդիկ թվաբանությունից համենայնդրս մինչև 5-ը լավ հաշվում են։ Լավ։